Պայթում է դատական նիստերի դահլիճը, երբ դատախազը միջնորդում է 3 ամիս էլ Բագրատ Սրբազանին կալանավորված պահել։ Պաշտպանական կողմի մասնակից։ Բաքվում շինցուդատավարությամբ բանտարկված Արցախի ռազմական եւ քաղաքական առաջնորդների նկարներով կարճատև ակցիա է սկսում Արցախի հերոս Դավիթ Արուշանյանի մայրը։ Ամոթանք տալիս դատախազներին ու նիստը նախագահ ուխտատավորին։ Տիկին Լիդայի զայրույթը մեղմանում է միայն, երբ Բագրատ Սրբազանն է միջամտում։ Ձեր ձեռքերը ամպուրելով եմ ասում, խաղաղ մնացեք, ամեն ինչ իր ժամանակով։ Կալանքը երկարաձգելու միջնորդությունը ներկայացնելուց առաջ երկու հիմնավորում բերեց դատախազը։ Ըստ մեղադրողի Սրբազանը կարող է նոր հանցանք գործել կամ չկատարել դատարանի առաջադրած պարտավորությունները։ Չհասկացա դատախազն ինչ ասեց, վստահ եմ դուք հասկացաք։ Սրբազանը նիստը նախագահող Կարեն Ֆարխոյանին եւ մեղադրող դատախազներին հորդորում է չխոսել իրեն ազատությունից զրկելու մասին։ Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկելը, ոչ էլ կարող է զրկել։ Որովհետև ոչ իմ կյանքն է ձեր իշխանության ներքո, ոչ էլ իմ ազատությունը։ Սրբազանը վստահ է ինքնազատ է, ազատ չեն նրանք, ովքեր հրահանգներով են գործում։ Ո՞վ է ավելի կալանավորված եւ ո՞վ է գտնվում ազատության մեջ։ Ես որ հոգով ապրում եմ ազատության բոլոր սահմանները, թե դուք որ ստիպված կալանավորված եք։ Սրբազանի մյուս հայտարարությունից հուզվում են դահլիճում։ Ամաչում է Բագրատ Սրբազանը իր խափանման միջոցի մասին խոսել, երբ Բաքվում բանտարկվել են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները։ Կանգնած ինչ-որ կալանքի հարց լուծենք, երբ որ իմ եղբայրները ում հետ ես հաց ու աղ եմ բաժանել, ընդ որում ես դավաճաններն էլ իրանց հետ։ Հիմա այնտեղ տարապում են, ես այստեղ ինչ-որ կալանքի մասնակցում, մեղադրող։ Սրբազանի պաշտպանները խափանման միջոցը փոխարինելու որևէ միջնորդություն չեն ներկայացրել, ըստ փաստաբանների պետք է վերացվի կալանքը։ Մենք չենք միջնորդում որևէ այլընտրանքային խափանման, որովհետև մենք գտնում ենք, որ Բագրատ Սրբազանը այս շինծու քրեական գործի բարակայում չպետք է լինի անազատության մեջ, ու որևէ սրբազան հոգևորական չպետք է լինի այսօր անազատության մեջ։ Փաստաբանները վերահաստատում են, այս գործը միմիայն քաղաքական է։ Քաղաքական շարժառիթն է ոչնդոտելու բոլոր այն մարդկանց, ովքեր կարող են իրենց արդար ձայնը բարձրացնել, այս բոլոր հիմքերի պայմաններում։ Խոդոյանը հիշեցնում է դատարանին, որ Բագրատ Սրբազանի մեղքը ապացուցող որևէ փաստ չկա, այս գործը բացելուց հետո ազատազրկված 18 ընդդիմադիրներից 16-ը ազատ են արձակվել։ Մեր օրենքը հստակ նախատեսում է։ Ինչու պետք է Սրբազանը կալանավորված մնա։ Ձեր ձեռքի տակ չկա որևէ ապացույց, որով ըստ մեղադրանքի կողմի անհատականանումը իմ վստահորդի կողմից որևէ արարքի կատարում չեմ խոսում հանցանքի արկայության մասին։ Պաշտպանների դիրքորոշմանը եւս երկու փաստաբան են միանում, մյուս մեղադրյալները նույնպես առաջարկում են վերացնել Սրբազանի կալանքը։ Կասկած այն։ Պաշտպանների ու սրբազանների աջակիցների երկար ելույթները լսելուց հետո նիստը նախագահողը կարծես միայն դատախազի 1.5 րոպեանոց ելույթն է հիշում, երկարաձգում Բագրատ Սրբազանի կալանքը եւս 2 ամսով։ Ապրիլի 25-ը կերկարաձգվի։ Ալբերտ Սերոպյան, Միլենա Պողոսյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։